Վերջին 1 տարում մոտ 30%-ով աճել է Հայաստանից ծաղկի արտահանումը։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նախարարի աճել է նաև պղպեղի արտահանումը 1 տարում մոտ 10%-ով։ 2025-ի հունվար-նոյեմբերին Հայաստանում արտադրվել է 63047.9 տոննա միս։ Երշիկեղենի արտադրությունը աճել է 7.3%-ով, մսի կիսապատրաստվածքների արտադրությունն էլ աճել է 56%-ով։ Ներդրվել է կատարողականի վրա հիմնված վարձատրության նոր համակարգ, որի նպատակը պետական համակարգի արդյունավետության բարձրացումն ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է։ Փաշինյանի խոսքով առաջիկայում Հայաստանում սպասվում են մեծ ներդրումներ եւ պետական համակարգը պետք է պատրաստ լինի այդ պայմաններում աշխատելուն։ Վարչապետը հայտնել է, որ նոր համակարգով ամսական ստացել է մոտ 1.5 միլիոն դրամ հավելավճար։ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի այլ երկրների տնտեսությունները շարունակում են պահպանել աճի բարձր տեմպեր, սակայն 2026 թվականին սպասվում է որոշակի դանդաղում տարածաշրջանային եւ գլոբալ գործոնների ազդեցությամբ։ Համաշխարհային բանկի տվյալներով 2026-ին Հայաստանի համար կանխատեսվում է 4.9% աճ։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարվածների ծանր հետևանքների պատճառով որոշում կընդունվի արտակարգ դրություն հայտարարել էներգետիկ ոլորտում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Կառավարությունը առավելագույնի կհասցնի գործընկերների հետ համագործակցությունը էներգետիկ ցանցի վերականգնման համար սարքավորումներ եւ աջակցություն ապահովելու նպատակով։ Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրո եվրոպական վարկի հիմնական մասը նախատեսվում է օգտագործել զենքի գնումների համար։ Գումարը կբաժանվի երկու մասի՝ 30 միլիարդ եվրոն բյուջեի աջակցման համար, իսկ 2/3-ը 60 միլիարդ եվրոն կուղղվի ռազմական օգնությանը։ Ուկրաինայի համար զենքի գնումների ընթացքում առաջնահերթությունը կտրվի եվրոպական արտադրողներին։ Եվրախորհրդարանը հետաձգել է Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքի մասին որոշումը Գրենլանդիան բռնակցման ենթարկելու Թրամփի սպառնալիքի պատճառով։ Եվրախորհրդարանի падգամավորներից ոմանք դժգոհ Թրամփի վարքագծից չեն ցանկանում, որ քվեարկությունը շարունակվի, նման կերպ սառեցնելով մաքսատուրքերը վերացնելու որոշումը։ Չինաստանը 2025 թվականի նոյեմբերին ներմուծել է ընդհանուր առմամբ 17488 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Սա 16%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։ Ներմուծումների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի կողմից մատակարարումների ավելացմամբ Սիբիրի ուժը գազատարով։ Մենք որպես հանրություն չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ։ Վարչապետ Փաշինյանը հայտարարեց կառավարության նիստի ընթացքում։ Ըստ Փաշինյանի դանդաղ քայլերով է խաղաղության գաղափարը մուտք գործում մեր ենթագիտակցության մեջ, ու այդ քայլերից մեկն էլ նա համարում է տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը։ TRIP նախագիծը ստեղծված է նաև այդ նպատակով։ TRIP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, նաև մենք պետք է երթուղիները որոշենք, ուղիները որոշենք, կառուցապատման իրավունքների, հողի օգտագործման, շինարարությունների թույլտվությունների։ Ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է պատրաստվենք, որովհետև այսինքն կապ չունի այդ տվյալ դիմումը արդեն մուտք ա եղել տվյալ գերատեսչություն, թե չէ, դա հաստատ մուտք լինելու է, այսինքն այլևս այդ հարցում թեականություն չկա, դա լինելու է, թե չի լինելու, հետևաբար մենք այսօրվանից մեր process-ները նայենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով եւ ժամկետներում իրականացնենք։ Հաղորդակցություններն ապաշրջափակվում են, բայց հայ եւ ադրբեջանցի հանրության ընկալումներն ու կարծիքները միմյանց մասին այդպես էլ փոփոխության չեն ենթարկվում։ Բենզինի ներմուծման օրինակով է վարչապետը ցույց տալիս այս փաստը։ Մեկնաբանություններ կան, որ Ադրբեջանը դիզվառելիքը եւ բենզին ուղարկում է Հայաստան, որ այստեղ տանկերը եւ մնացած զինտեխնիկան լիցքավորեն եւ հարցակվեն Ադրբեջանի վրա, բայց մենք պետք է արձանագրենք, որ թե Հայաստանի, թե Ադրբեջանի դեպքում դա արդեն խոսույթ է, որը այսօրվա իրողություններում
իրողությունների հետ չի համադրվում։ Հեղուկ գազի գնի թանկացման հարցը հասավ նաև կառավարություն։ Այժմ եւ Վերին Լարսով եւ Իրանի սահմանով Հայաստան եկող հեղուկ գազի հետ կապված բարդություններ կան։ Մի դեպքում ճանապարհը փակ է ձյան, մյուս դեպքում Իրանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով։ Այս տարվա դեկտեմբերին այս հարցը էլ չի լինի։ Այս պայմաններով պայմանավորված բոլոր գործարարներին մեր առաջարկը հետեւյալն է եղել, որ ժամանակն է արդեն օգտվել երկաթուղային հաղորդակցությունից եւ կարծում ենք, որ առաջիկայում այդ հարցը մեկ ընդմիշտ կկարողանանք լուծել, որովհետեւ երկաթուղային հաղորդակցությունը այդպիսի խնդիրների առաջ չի կանգնում, ինչպիսին օրինակ Վերին Լարսը։ Քաղաքակիրթ ճանապարհով ես կարծում եմ մոտ ժամանակներում շուկան կադապտացվի այսօրվա իրականությանը եւ ներմուծումները իրականացվեն շատ ավելի սիստեմատիկ ու ճիշտ տրանսպորտային ուղով։ Կառավարությունը հաստատեց նաև 2026-2030 թվականների իմունականխարգելման ազգային ծրագիրը եւ կանխարգելիչ պատվաստումների վկայական ստանալու կարգը։ Ծրագրի հիմնական նպատակներն են պահպանել 0-ից 1 տարեկան երեխաների պատվաստումների բարձր ցուցանիշները եւ ապահովել վարակիչ ու վտանգավոր հիվանդությունների զրոյական դեպքերը։ Փաշինյանը արձանագրեց, պետությունը հստակ տեղեկացված է այն ծնողների մասին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին պատվաստելուց։ Հայաստանից մշակութային արժեքների արտահանման համար պետական նոր տուրք կսահմանվի։ Տուրքի տեսակները կհամապատասխանեցվեն հաստատված ԵԱՏՄ կարգերին, ինչպես նաև ակնկալվում է բարձրացնել վարչարարության արդյունավետությունը։ Հիմա տարանջատված չեն մշակութային արժեքների արտահանման բնագավառում մաքսային ռեժիմները։ Այս նախագծով այդ տարանջատումը հնարավոր կլինի իրականացնել։